Պարոն Ներսիսյան, բայց հիմա իրավիճակ է, ձերբակալվել է Տեր Փարեն Քահանա Առաքելյանը, որը ասում են կաթողիկոսի քրոջ որդին, այսինքն ձեր հորաքրոջ որդին է։ Ոչինչ չունեմ ասելու։ Չգիտեք ինչ։ Չգիտեմ, տեղյակ չեմ, որովհետև առավոտ ժամը 9-ին դուրս եմ եկել տանից, եկել դատարան, չգիտեմ, տեղյակ չեմ։ Հիմա եկեղեցու ներսում պառակտում է սկսել Տեր Արամը, Տեր Գրիգորը, Տեր Թադեն, այսինքն ըստ էության դուրս են եկել եկեղեցու դեմ։ Կկարողանան այդպես միանալ Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցու ներսում պառակտում մտցնել։ Պարոն Ներսիսյան, ձեր գնահատականը։ Հարգելիս Աստծի, ոչինչ չունեմ ասելու։ Ներողություն եմ խնդրում։ Պարոն Ներսիսյան, անգամ գնահատակ։ Ախր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կաթողիկոսը, պարոն Խաչատրյան, դուք էլ եք փաստաբանը, ինքը կաթողիկոսի եղբոր տղան է, ասում է կաթողիկոսը Աստծուն չի հավատում, եկեղեցուն վերաբերման որպես ապրանքանիշ։ Դրան է չունեք գնահատական, ձեր հորեղբոր մասին է։ Կա, մենք նիստին մասնակցենք, լավ։ Չեմ ցանկանում հիմա մեկնաբանություն տամ ոչինչի։ Կարելի է։ Հա, կարելի է, բայց ձեր հորեղբորը Աստծուն չի հավատում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հավատում, պարոն Ներսիսյան։ Ես ներողություն եմ խնդրում, կրկին ասում եմ շնորհակալություն։ Հարցադրման համար չեմ ցանկանում ոչինչ ասել։ Բայց ձեր հարազատն եք Ալանավորը, դրա ձերբակալվել, դրա մասով է չունեք գնահատական, այս ինչ process է։ Տեղեկություն չունեմ ոչինչից։ Մենք պատրաստ ենք նիստին, հա, բանկա քննարկելու։